Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավի թեման թեժ է անգամ միջազգային հարթակներում։ Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է բրիտանական Թելեգրաֆի եթերում հայր Բենեդիկտ Քիլլի հետ փոդքասթի ժամանակ, նկատել է հայտնի լրագրող Թիմ Սթելնին։ Նրանք ընդվզում են վարչապետի դեմ։ Կաթոլիկ քահանա հայր Բենեդիկտ Քիլլին միջազգային մեդիայում հաճախ է անդրադառնում քրիստոնյաների իրավունքներին։ Նրա հիմնադրած բարեգործական կազմակերպությունը աջակցում է մերձավոր արևելքի հալածվող քրիստոնյաներին, որպեսզի ստիպված չլինեն լքել հայրենի երկրները։ Հայաստանը կաթոլիկ հոգևորականի ուշադրության կենտրոնում հայտնվել է վարչապետի քայլերի ֆոնին։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունած երկրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին 4 սրբազան է բանտարկվել, բազմաթիվ հոգևորականներ քրեական գործերով են անցնում, ու սա Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Նրանք պատերազմել են Ադրբեջանի հետ, հազարավոր հայեր ստիպված են եղել լքել այն տարածքները, որոնք վերադարձվել են Ադրբեջանին։ Բրիտանացի լրագրող, քաղաքական մեկնաբան ու պատմաբան Թիմ Սթելնին կարծես ակնարկում է, որ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը Ադրբեջանի հետ ուղիղ կապ ունի։ Չի ակնարկում, ուղիղ կապ է տեսնում կաթոլիկ հոգևորականը։ Ադրբեջանցիները թուրքական ժողովուրդ են։ Ադրբեջանը փաստացի մեծ թուրանի մաս է։ Թուրքերը սպանդ են կազմակերպել։ Թուրքերը երբեք չեն ճանաչել 1.5-ից 2 միլիոն հայերի, ասորի քրիստոնյաների եւ ուղղափառ հույների ցեղասպանությունը։ Նրանք վտարեցին հայերին Արցախից։ Իսկ Հայաստանի ներկայիս վարչապետը իրեն դավաճանի նման է պահում։ Համագործակցում է ադրբեջանցիների հետ։ Հանձնում է տարածքներ եւ ձերբակալում ընդվզող եպիսկոպոսների։ Հալածվող քրիստոնյաների իրավունքների պաշտպան հոգևորականը բռնապետ է անվանում Նիկոլ Փաշինյանին։ Թիմ Սթելնին եւ հայր Բենեդիկտը ընդգծում են, կարևոր է, որ միջազգային հանրությունը եւ հոգևոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Բրիտանական մեկ այլ լրատվամիջոցում GB News-ում միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն է անդրադարձել աշխարհում քրիստոնյաների հալածանքների մտահոգիչ աճին։ Ռոբերտ Ամստերդամը շեշտել է, Հայաստանում վարչապետը մտադրություն էլ չունի դադարեցնել հակաեկեղեցական արշավը։ Հոգևորականներն ու հայ առաքելական եկեղեցու պաշտպանության դիրքերում կանգնած բարերա Սամվել Կարապետյանը շարունակում են բիրտ հարձակումների ենթարկվել։ Ամստերդամը ընդգծել է, միջազգային հանրությունը չպետք է լռի, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը։ Արփիս Քեսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։